Դա լինի նկարանման հրապարակում, տանը կամ որևէ այլ տեղ, եթե դուք մի կային տեսնում եք շատ լիարժեք տրամադրության մեջ, դա նշանակում է, որ կամ ինքն է մասնակից խոհանոցային հետաքրքիր արկածների կամ պարզապես կողքից դիտելու է, թե ինչ է կատարվելու հատկապես մեր խոհանոցում։ Այո, ես հոգով խոհարար եմ եւ դա չեմ դարձնում, ես հենց հիմա աշխարհի ամենաերջանիկ մարկանցից մեկն եմ, որովհետեւ պահը եկել է համովություններից խոսելու համար եւ այսօր մենք ունենք հյուր Սարգիս Նիկողոսյան, շեֆ խոհարար։ Բարև ձեզ։ Ողջույն սիրելի ընկեր, ինչպե՞ս ես։ Լավ, դուք ո՞նց եք։ Լավ, հրաշալի ուրախ ենք, որ կրկին տեսնում ենք քեզ մեր ամենահամեղ անկյուններից մեկում։ Ինչ ես առաջարկում այսօր, ինչ հետաքրքիր առողջ էներգիա փոխանցող բաղադրատոմս։ Ամենակարևորը համեղ։ Այսօր պատրաստելու ենք աշխարհում շատ տարածված ու բոլորի կողմից սիրված սաղմոն ձկով տոստ, պաշոտ ձվով։ Նախաճաշերի մեջ շատ կարևոր տարածում է ունեցել սաղմոնով տոստը։ Ընթացքում համ խոսեմ, համ սկսեմ պատրաստել, նաև ասեմ ինչ է մեզ հարկավոր։ Մեզ հարկավոր է տոստի հացեր, ես նախընտրել եմ ամբողջ հատիկից պատրաստված տոստով, որ ավելի առողջ դարձնենք։ Կրեմ պանիր, ցանկացած տեսակի կարող եք վերցնել, բայց վերցնենք հիմնական մի քիչ ավելի խիտ զանգվածով կրեմ պանիրները, այլ ոչ թե հալված պանիրները։ Ձու, սաղմոն ձուկ արդեն մշակված է, ես ընթացքում նաև խոսեմ սաղմոն ձկան մասին, կանաչիներ, ավոկադո, կիտրոն։ Կանաչիներով ավոկադով պատրաստելու ենք գուակամոլե, բայց նաև կարող ենք ունենալ տարբերակ, ընթացքում սկսեմ պատրաստել, որ գուակամոլեով չլինի, այլ ուղղակի կտրատված ավոկադով լինի։ Սաղմոն ձուկը հում է, չէ՞, ճիշտ հասկացա։ Թույլ աղադրված, այո։ Այդ շատ հետաքրքիր էր նաև ոչ միայն ինձ, այլ հեռուստադիտողին։ Մի փոքր Սարգիս ջան կբացես այդ փակագծերը, այդ հում ձկան հետ կապված միֆերը, եթե կան իհարկե, էլի։ Այո, իհարկե, միֆեր չեն, իրականություն են, այո։ Մենք արդեն մեկ անգամ խոսել ենք դրա մասին, մի փոքր կարճ կներկայացնեմ նաև, ավոկադոն ահա, հասած ավոկադոյի մասին էլ ենք նաև խոսել, թե ինչքան կարևոր է, որ հասած ավոկադո ընտրենք, բայց կասեմ, շատ կարևոր է նայենք գլխի հատվածը, որ կեղևը հանելուց հետո տակը լինի կանաչ, մի քիչ ֆոսֆորագույն, եւ սա խաս տեսակի ավոկադոն է, ցանկալի է վերցնենք այս տեսակը, որովհետեւ ավելի հագեցած եւ բնական ավոկադո է, քան այսպես կա փայլուն կեղևով ավոկադո, որ հա, մի քիչ արհեստական միջոցներով են արագ աճացնում, որ հասցնեն շուկա։ Այսպես, մեր ավոկադոն արդեն մաքրեցի, ես մի տարբերակ կարող եմ անել գուակամոլեով եւ մի տարբերակ ուղղակի կտրատված ավոկադոյով։ Այստեղից հաճելի է դիտել նաև այն հմուտ վարպետորեն շարժումները, որ անում է մեր շեֆ։ Հա, նայեք ինչքան հեշտ կեղևից դուրս է գալիս ավոկադոյի մսային հատվածը, այսպես նշենք ու գթալով։ Բայց վերադառնանք սաղմոնի մշակման ձևին, միֆերին կամ իրականությանը, որովհետև ես հավելեմ Միկայի հարցը, վերջին շրջանում հատկապես հղի կանայք, ապակա մայրիկները վստահաբար նաև բժիշկների կողմից խորհրդով հրաժարվում են տարատեսակ սուշիներից կամ առհասարակ այն ինչ վերաբերում է թեկուզ աղով, այսպես որոշակի, հա, համեմված ձկնատեսակներին, որոնք ի վերջո հում են։ Ինչ բացատրություն կտաս դու որպես մասնագետ այս։ Հում ձկան խնդիրը, հում ձուկը պարունակում է բակտերիաներ, դա ներմուծման ընթացքում է այդ բակտերիաների հասունացումը լինում ձկան հետ, որոնցից մեկը մեզ շատ հայտնի սալմոնելոզ տեսակի բակտերիան է, որ շատ արագ ձկան մսի միջոցով անցնում է մարդուն։ Դրա համար հիմնական հում ձուկ ուտելը, չնայած որ մեր ձուկը աղադրված տեսակն է, բայց դա նույնպես կարող է պարունակել սալմոնելոզ տեսակի բակտերիաներ, բայց ամենակիչը հիմնական լինում է ձկան մեջ։ Այնտեղ ունենք հավը, ձուն եւ ձուկը, այդ թվում նաեւ, բայց ամենակիչ հավանականություն ձկան մեջ է լինում։ Անկամ եթե խորը սառեցում է անցնում, հետո դեֆրոստ է լինում ձուկը սառնարանում, դա նաև անգամ դա չի օգնում, որ մեր ձուկը կորցնի կամ մահանա բակտերիաները։ Դա միայն լինում է 75 աստիճանից վերև մշակման դեպքում։ Երբ որ ունենում ենք 75 աստիճան պլյուս մշակում ձկան վրա, նոր արդեն բակտերիաները մահանում են։ Բայց ամեն դեպքում աղնելը չի օգնում բակտերիաները։ Չէ, այս դեպքում չի օգնում, հենց սալմոնելոզ տեսակի բակտերիան շատ
չմահացող բակտերիա, այսպես ասեմ։ Բայց այստեղ կարևոր է նաև դիտարկել մարդու օրգանիզմի տված ռեակցիան, արձագանքը, երբ օրինակ այդ տեսակի բակտերիան հայտնվում է իր օրգանիզմում։ Այդ տեսակի բակտերիան մարդու մոտ առաջացնում է տաքություն եւ փսխումներ, հենց այդ տեսակի բակտերիան ջուր չսիրող բակտերիա է եւ մարդու օրգանիզմից սկսում է միանգամից հանել ամբողջ ջուրը։ Դա փսխումների միջոցով է լինում։ Դրա համար երբ որ ցանկալի դեպք չէ իհարկե որ մարդիկ վարակվում են, եթե զգաք փսխումներ եւ ջերմություն ու ցավ, միանգամից թող գնան բժշկի եւ Եթե մենակ ջերմությունն փսխումներ նորմալ է կուտել։ Դա հիմնական լինում է հավից, ձվից կամ ձկից, բայց ասեմ նաև այլընտրանք տարբերակը մենք օրվա մեջ կարող ենք ուտել մոտավոր, եթե չեմ սխալվում, 200-300%-ից ավել սալմոնելոզ տեսակի բակտերիաներ, երկրորդ տարբերակը, որ բակտերիաները սպանում է, դա քացախահյութն է, ու մեր օրգանիզմի հենց տամոքսահյութը։ Դրա համար շատ անգամներ մարդիկ չեն վարակվում, որտեղ մենք ամեն օր ուտում ենք այդ բակտերիաները։ Միանգամից ասեմ, որ ստամոքսահյութը սպանում է, եթե մի քիչ արդեն մարդու իմունիտետը թույլ է լինում կամ չափից շատ ավելի արդեն բակտերիա պարունակող մթերք է մարդու ուտում, նոր ոնց որ արդեն բակտերիան օրգանիզմում կարողանում է ձայն բարձրացնել։ Չափի մեջ մի խոսքով։ Այո, ամենը չափի մեջ է գեղեցիկ։ Շատ չլինի։ Բայց ինքը շատ վտանգավոր է, անգամ աշխարհում մահերել են գրանցվում։ Լավ, եկեք տխուր բաներից չխոսանք, շատ ուրախորը է այս։ Ամեն դեպքում լիահույս ենք, որ շատ լավ տրամադրությամբ ենք վայելելու սաղմոնը հատկապես քո կողմից։ Ես արդեն պատրաստեցի մեր գուակամոլեն։ Իդեպ Սարգիս, եթե քեզ օգնության կարիք լինի, ինչ որ ձեռք որ կարող եք գալ եւ խանգարել քեզ այդտեղ, կարող եք գալ, այո, իհարկե։ Տեղից մեր ես չհամբերեցի եւ հերվից գալիս ենք, այո։ Նա գնաց։ Ես արդեն ձեր համար պատրաստել եմ։ Մինչև ես ավոկադոն կտրատեմ, կարող եք ինձ օգնել մեր պանիրը կսենք հացերի վրա։ Մի փոքր էլ ասեմ նաև գուակամոլեի մասին։ Գուակամոլեն է մեքսիկական դառնում է մեքսիկական ուտեստ չի ինքը, ուղղակի ոչ աղցան է, ոչ ուտեստ է, այլ սոուսել չի։ Այսպես հա, ամբողջական կսեմ։ հա, ամբողջական ու շատ հարուստ կսենք, որովհետև պանիրը շատ կարևոր համ է տալիս մեր։ Պանիրը երբեք շատ չի լինում։ Մանավանդ ձկան հետ, եթե սուշի սիրող մարդիկ էլ կան, հիմնական համը գալիս է պանիրից եւ ձկից։ Այդ համը սուշի շատ եմ սիրում։ Այսպես։ Մենք երկու ավոկադով կպատրաստենք միանգամից, նաեւ ասեմ, որ ձուն պաշոտ արդեն մենք արել ենք, բայց տանը կարող եք վերցնել պաշոտ կամ օմլետ արած տարբերակ կամ խաշած ձվի տարբերակ։ Եթե պաշոտ ձվի տարբերակն է, մենք հետո նաեւ ցույց կտանք պաշոտ ձվի տարբերակը։ Հարուստ է թե աղքատ։ Նորմալ, ոչ հարուստ, ոչ աղքատ, այո, այս մեկը կարող եք այսպես տալ, որ գուակամոլեն դնենք, քանի որ գուակամոլեն է ավելի քիչ։ Սարգիս, գիտես ինչն է հետաքրքիր, ես կցանկանայի իմանալ այ գործունեության ընթացքում պրոֆեսիոնալ մասնագետ ես, շեֆ խոհարար, երբ առհասարակ տանը կամ աշխատավայրում մտնում ես խոհանոց, առաջին քայլը, որ արվում է, ինչն է ի վերջո, հոգով տրամադրվելը, թե տարածք ուսումնասիրելը եւ այլն, արդեն թողնում եմ քեզ։ Առաջին քայլը ձեռքերը, այդպես այդտեղից սկսենք, այո, հետո նոր մնացածը։ Ես այնտեղ լվացի ձեռքերս եկա։ Հա, ես հավատում այսպես։ Իսկ մնացածը արդեն ես ամեն առաջինը սիրում եմ, որ մինչև աշխատելը նախաձեռնեմ իմ աշխատանքը, դրա համար հենց մտնում եմ խոհանոց, սկսում եմ միանգամից նախաձեռնել, թե ինչ պետք է անեմ եւ որտեղ պետք է անեմ։ Դասավորում եմ։ Այս մեկը կարող է շատ հարուստ եղավ մի քիչ աղքատացնել։ Բայց հա, իրականում լավ է, որովհետեւ այստեղ մենք ավելի հյութալի զանգված ունենք, իսկ այստեղ այդքան էլ ոչ, որովհետեւ ավոկադոն դնում ենք հենց ամբողջական տեսակով, այսպես։ Մեր ավոկադոն։ Նաև ունենք թարխուն տեսակի կանանչի, հիմա մեր ձուկը։ Հա, ձկան մասին ասեմ, քանի որ մենք մշակում չենք իրականացնում, արդեն մշակե կտրատե վերցրել ենք ձուկը։ Շատ կարևոր է տանը պահպանել մշակման կանոնները, ձկան։ Եթե ամբողջական ձուկ եք վերցնում, ցանկալի է վերցնենք առանձին տախտակ, լրիվ առանձին։ Ձուկը անենք, քացախով ախտահանվենք, նաև տոպրակը եւ տախտակը եւ դանակը, հետո նոր լվանանք լվացարանում։ Ու ավելորդ բաներ չպահենք այդ ձկան հետ կապված նույնը հավի մսին է։ Սոուսը կարա փոխարինի քացը, չէ։ Չի կարող, սոյայի սոուս ուղղակի աղ է։ Լոբու հատիկներից է պատրաստված սոյայի սոուսը, այո։ Եվ այդպես
այդպեսին ինքը ախտահանիչ Մի կան օրինակ չունի։ փաստի, երբ մենք նկարահանման հրապարակում կամ թատրոնում ունենում ենք դերեր, կան դերեր, որոնք պահանջում են որոշակի լարվածություն, որովհետև չեն կարողանում այդ դերին հատկապես վերաբերվել Պարզապես կամ դա դառնում է մեզ համար հերթականը, նման բան չկա։ Սարգիս, ունես օրինակ բաղադրատոմս, որը պահանջում է այսպես վարկյանի ուշադրություն կամ շատ կենտրոնացում, որովհետև եթե մի վարկյան կամ երկու վարկյան եփվածությունը ուշանակ կամ քիչ լինի, ապա վերջ ուտեստելի արժեք պատրաստ չի լինում։ Կան նման ռիսկային բաղադրատոմսեր, որոնք էներգիա են տանում թեկուզ լավ իմաստով։ Այո, նման բաղադրատոմսեր շատ ունեմ ես, ու ոչ միայն հենց մի տեսակի, օրինակ ուտեստիա հետ կապված, այլ շատ տեսակի ուտեստներ ունեմ, հիմնական ապուր ունեմ, որ հենց ես եմ մտածել, հեղինակային ապուր է եւ շատ կարեւոր է այդ ապուրի ամեն պատրաստման հիմքը սատամ ձեզ։ Սիրուն տերևներ դնենք, թարխունի։ Մոռացել էի։ Ուրեմն այդ ապուրը շատ կարեւոր է process-ը ճիշտ պահպանել, այնտեղ եթե ամենաառաջի process-ից հենց թավայի մեջ չստանանք կրակը համապատասխան, որը որ պետք է ապուրին, լրիվ ուրիշ ապուր է ստացվում։ Դա համար որ խոհարարներ են գալիս ինձ մոտ, ամենաառաջինը այդ ապուրի մասին ինֆորմացիան եմ տալիս եւ մի քանի անգամ պարտադիր խոհարարի հետ պատրաստում եմ այդ ապուրը, որ կարողանա խոհարարը պատրաստել։ Մեր տոստերը պատրաստ են։ Իսկ սա Ինչպես են իմ ընկերները այնտեղ դրել են, որ մենք ձկան մատուցման համար խոսենք, հեսա մեր տախտակները կախտահանենք ու մեզ կլվացվենք։ Եվ այդ ուզում եմ ես անեի։ մեկը ես, մեկը դուք։ Այսպես։ Մենք նաև համեմելու ենք գեղեցիկ։ Երևի այս տարի Միկան ձմեռ պապիկին նամակ է գրելու, որպեսզի նա նրան նվիրի աշխարհի ամենասիրուն խոհանոցը, հարուստ տեխնիկայով, բաղադրատոմսերով։ Միք ինձ թվում է օրերից մի օր դուք հայտնվեց քո Ես երազանքների ձմեռ պապիկից ուզել եմ դանակ, սուր դանակ, ես դանակներ շատ եմ սիրում։ սուր դանակներ։ Այսպես։ Եվ ամենավերջի մեր Դու ինչ անում ես, ես էլ եմ կրկնում քո։ բայց սա տալու եմ հենց Միկանան։ Դապես իմ դանակով տամ եւ կտրելու ենք ձվերը։ Ձվերը կտրելու process-ը շատ կարևոր process է մեր սաղմոնով տոստի մեջ, քանի որ դեղնուցից է կախված այս ամբողջ տոստի հագեցած համը։ Դեղնուցը սոուսի փոխարեն պատում է այս տոստը եւ ուտում ենք։ Այսպես թեթև կարող ենք Այսպես։ չէ։ Այսպես։ Այ այսպես մի քիչ որտեղ որ դեղնուցն է մեր ընդունում ենք։ Ես գիտեմ, ես գիտեմ։ Սիրո։ Մի քիչ։ Հաջորդ անգամ միասին կպատրաստենք։ Մի կապրես, Ու մի թեթև աճուձախ ենք անում, որ գեղեցիկ այսպես կինոյի մեջի կադրերը ստանանք, էլի ոնց է զուն թափվում մեր Բենեդիկտ տոստի վրա։ Ախորժելի տեսարան, շատ գեղեցիկ տեսարան։ Եմ ուտելու, շատ։ Ավարտեցինք։ Չասում ենք ու ուտենք։ Ավարտեցինք։ Շնորհակալություն, որ մեզ միացար։ Մի կապրես։ Շնորհակալ ենք շատ։ Հետաքրքիր Ես ուղղակի է իմ խոհանոցում։ տարածքում եմ, ես։ Սիրելի հեռուստադիտողներ, ես շտապեմ մոտենալ իմ ընկերներին, փորձեմ տամ ամենաբարձր գնահատականը վստահաբար։ Այդ ընթացքում մենք բոլորս նաև կվայելենք երաժշտական ռիթմեր, համեցեք։